Չէ, վերցե։ Բարև ձեզ։ Կներեք, ես ինձ ազնիվ, անկեղծ բժիշկ եմ, բացարձակ կապ չունեմ քաղաքականության հետ եւ այլն, բայց կարծում եմ այս մանր խոսակցությունները ձեզ հարիր չի։ Որ մանրը։ Աննան խոսում է թե տաքսիստը ինչ կը Աննա Հակոբյանը խոսում է տաքսիստը ինչ կբան բասի այն որ դուք այս մեծ է ձեր մասշտաբները մեծ են դուք ավելի մեծ եք ու այսքան ներքևիչն են ձեզ չի սազում ներքև որտեղ եք իջել այդ եմ ուզում ասել հիմա օրինակ այս փողոցը որ կան քաղաքական հարցեր լուծելու փոխարեն դուք խոսում եք թե պրիմիտիվ մի մարդի ինչ է մտածում դուք մի մարդու մասին չի քաղաքականություն ձեր բոլոր եթերները են ինչի որ գիտեք այ այստեղ կոնցեպտուալ օրինակ երբ որ դուք ճաշ եք եփում երբ որ Աննա Հակոբյանը ասում է տաքսիստը ինչ կբան բասի երբ որ չգիտեմ մետրո երբ որ ձեր ժամանակը թանկարժեք թանկագին ես ինքս բժիշկ եմ րոպե չունեմ այստեղ այնտեղ ծախսելու դուք ձեր ժամանակը որ չգիտեմ ես չեմ պատկերացնում դուք ինչքան պիտի զբաղված լինեք այդ բոլոր խնդիրներն ու հարցերը լուծելու համար բոլոր ես ձեզ հասկացա բայց ես մի բան էլ ասեմ ես ինքս որպես քաղաքացի մի հատ առաջարկ ունեմ Ալեն Սիմոնյանին էլ մեր անգամ զանգել եմ այդ հարցով կոմունիստների ժամանակ դեռ ես այդտեղ եմ ապրում Աբովյան 22 այս բոլոր շենքերի տակ սենց եթե նայենք հիմա մեծ մասը կտրել են սենց փոքրիկ հատվածներ կար որից բարձրանում են ծառեր բայց պատերի վրա եւ այլն այո այսօր մենք շատ լուրջ խնդիր ունենք թթվածնային քաղցի քաղաքում եւ այդ հարցը կարելի է լուծել դրանք վերականգնելով ես մի քանի անգամ դիմեցի ես կտրեցի բացեցի իմ փողերով բերեցի տեղադրեցի խանութը որոշում է որ իր պատին դա չի սազում այս Աբովյան 22-ի մասին եմ խոսում հենց կոնկրետ այնտեղ օկայդին ու իրանք նորից բետոնեցին բայց սա ահագին թթվածնային քաղցի խնդրալուծումը իրանք ջրվում են այս բոլոր կաթող կաթիլային համակարգադառնում կանիցանյարը կոնկրետ այդ խնդիրը այդ կարակ լուծեք եթե հնարավոր է քանի անգամ դիմել այլ պարոն Փամբուխչյանիներ էսա կգա քանի անգամ թաղապետարանել եմ գնացել չեն ընթացք չեն տալիս բայց ինքը լուրջ խնդիր է լուծի շատ շնորհակալ բայց կարելի է ձեր առաջին հարցին անդրադառնալ այդտեղ իրականում կա հայ կուրկեն չպահեմ էլի Այստեղ կա իրականում հայեցակարգային հարց, որովհետև քաղաքականության եւ պետության պատկերացումների մասին։ Ինձ համար մարդու հետ շփումից դուրս քաղաքականություն չկա, որովհետև քաղաքականությունը մարդու հետ խոսակցությունն է։ Երկրորդը քաղաքական եւ աշխարհքաղաքական է մնացած հարցերը։ Փառք Աստծո, դուք տեսնում եք, թե մենք ինչպիսի այսօր Հայաստանը երբեք հարաբերությունների այնպիսի լայն շարավիղ չի ունեցել իր ողջ պատմության ընթացքում։ Եվ աշխարհաքաղաքական եւ միջազգային ավելի մեծ հեղինակություն չի ունեցել իր ողջ պատմության ընթացքում եւ իմ ընկալումն է, որ պետության ղեկավարի կարևորագույն գործերից մեկը պետական ինստիտուտները կայացնելն է, որպեսզի պետական ինստիտուտները աշխատեն եւ քաղաքական լիդերների համար ավելի շատ ժամանակ թողեն ռազմավարական հարցերի շուրջ մտածելու ներքին այս ռազմավարական հարցերի մասին եմ ասում ես հիմա ձեզ հետ խոսալ ես ձեզ հետ իհարկե տալիս եմ մենք այսօր մարդկանց հետ շփումների ընթացքում տեսնում ենք ես ձեզ մի դրվագ պատմեմ որ սկզբունքային կարևոր նշանակություն ունի երեք մի կին մոտեցավ ինձ Մալացիա Սեբաստիա համայնքում եւ ասեց հետեւյալը ասացնեն որ շատ հարցեր ունեմ ես ասի գիտեք ինչ քանի որ սենց քայլելու փողոցի ռեժիմը մասի ես խնդրում եմ ձեզ մտածեք այդ ձեր բոլոր հարցերի մասին եւ ասեք ձեզ հուզող ամենակարևոր հարցը ես մտածում եի հիմա ինչ որ թաղի փողոցի բանի հետ կապված հարց կլինի որովհետեւ ի սկզբանե իր մոտեցածի տրամաբանությունը ինձ թե մեկ էլ մի պահ մտածեց ասեց ամենակարևորը խաղաղությունն է եւ դա շատ էական է որպեսզի մենք մարդկանց հետ շփումներով կարողանանք մեր ռազմավարությունները ճիշտ որդեգրել, որովհետև քաղաքականությունը մարդու համար է։ Մենք որոշումներ կայացնում ենք, որպեսզի դա մարդկանց կյանքի վրա ազդի։ Մենք պետք է որոշումները կայացնենք, հետո դուրս գանք, տեսնենք այդ որոշումները ոնց ազդեց մարդկանց կյանքի վրա։ Ազդեց թե չազդեց։ Ազդեց այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, թե չազդեց այնպես։ Ես եւ շարունակություն։ Այսօր մենք Այս մեր շրջագայություններով մենք համոզվեցինք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով։ Ինչի՞, որովհետև մարդիկ միաբերան ասում են առաջինը խաղաղությունն է, երկրորդը մենք տեսնում ենք, որ առողջության ապահովագրության այն համակարգը, որ մենք ներենք
ճիշտ ժամանակին դիպուկ 10-ին խփած որոշում է։ Իմիջիալոց մեր ոչ բոլոր որոշումներն են, որ 10-ին խփում են, չնայած ես գիտեմ, որ առողջապահության համակարգի աշխատողների հետ կապված հարցեր կա, որ մենք պետք է լուծենք, եւ ես քաղաքականություն չգիտեմ առանց մարդկանց հետ շփումների, եւ ընդհակառակը մենք այդքան այդ կաբինետներում աշխատել ենք ձեր ասած ռեժիմով եւ հիմա էլ ենք աշխատում, դրա համար ես ասում եմ ձեւը, որ նա 2 ժամ շուտ արթնանալն է, 3 ժամ դուք քնածեիք, ես այսօր առավոտը 3 ժամ աշխատել եմ ձեր ասած հարցերի եւ ոչ միայն ձեր ասած հարցերի վերաբերյալ, բայց այնպես չի, որ մենք ամբողջ օրը փողոցներում ենք, հիմա քաղաքական շրջան է, նախընտրական շրջան է մոտենում եւ մենք պետք է գանք ձեզ մոտ, չէ, մենք չենք այդ էլ կա, մենք Հայաստանից մի խոսույթ արմատապես վերացրել ենք, այն խոսույթը, որ ընտրություններից ընտրություններ եք երևում, ես վարչապետի պաշտոնում ես հատուկ հանել եմ, ասել եմ վիճակագրություն անեն, ոչ մի Հայաստանի ղեկավար այնքան շատ բնակավայրերում չի եղել, ինչքան ես եմ եղել եւ այնքան շատ ժամանակ չի անցկացրել եւ ինձ համար կարեւոր է, որ ես հիմա ձեզ հանդիպեմ եւ դուք ձեր դիտարկումները ինձ ասեք, բա ուրիշ որտեղ եք ասելու։ Ոնց եք դիմեցի ոչ միտեղ ոչ մի լուծում չէ, այդ չեմ ասում, այն ձեր առաջին դիտարկումը, այն ձեր առաջին դիտարկումը շատ sense շատ ընդհանրական է, բայց կարևոր է ինձ համար, որ ես նկատի ունեմ կարևոր է, որ ես գայ ձեր դիմաց կանգնեի ու լուր լսեի, թե դուք ինչ եք ասում, հիմա անկախ ես ձեր ասածը ինձ հետ տանելու եմ եւ ձեր ասածը ուղիղ կամ անուղակի մեր աշխատելու ոճի եւ ձևի վրա ազդելու է, համոզված եմ դրական ձևով, իսկ ծառերի հետ կապված հարցը ես ենթադրում եմ, որ այդտեղ կա թեմա պատերի բանի հետ կապված, խոնավության եւ մենք խոստանում ենք, որ այդ հարցը անպայման կդիտարկենք։ Շնորհակալ ենք ձեր դիտարկումների համար։